լավ անքնություն է լինելու, ու զարթուցիչը զնգում է։ Ես ամեն ժամ գնում եմ զուգարան եւ սառնան եմ դնում 5 կարմիր լոբի։ Ես նորից միզեցի, մի քանի հրումներ արեցի պատի վրա, մի քանի նստածատկեր արեցի եւ լսեցի, թե ինչպես են հարևանները սեքսով զբաղվում բարակ պատի միջով։ Նա ձանձրալի է, հաշվում է ծնկի մազերը, նա գլխի վրա կանգնեց հատակին եւ հաշվեց մինչեւ 100-ը։ Ես չհասցրի 10-ը, նույնիսկ գլխին վերին մասը օգնած էր։ Ես մոտ 20 րոպե խոսեցի ինքս ինձ հետ, աչքերիս մազանոթները սկսեցին այրվել։ Ես ականջից ական ժպիտով հարվածեցի այտերին, տխուր արտահայտությամբ ես պարտվեցի հիմար խաղը պլանշետից վրա։ Ես գնացի չատրուլետկա, որտեղ խաղում էին պիպետ կեքով։ Նրանք ծիծաղում էին անտեղի, մեկի մազերը կախվել էին մոնիտորի մեջ, մյուսը անընդհատ խմում էր գազարված ջուր եւ փոշոտում էր, կարծես հրետանի։ Ես մի պահ մտածեցի, գուցե հենց էկրանին եմ նստած, որովհետեւ մատներս անընդհատ սահում էին ու ես չէի հիշում, թե որտեղից եմ սկսում։ Սենյակում մոտ է դարձել մածուցիկ, հոտը նման էր թաց գրիչի ու լվացքի փոշու խառնուրդի։ Ես բացեցի պատմանը, ներս եկավ փողոցի Շան Հաչոցը, որը կարծես սափահարում էր իմ օգնածությանն ու անքնությանը։ Ես սկսեցի հաշվել լույսերը, մի լամպ, 2 լամպ, 3 լամպ, հետո մոռացա թվերը։ Ես սկսեցի դրանք անվանել կենդանիների անուններով։ Առաջին լամպը դարձավ ձուկ, երկրորդը փիղի, երրորդը ինձ նայեց ու ասաց՝ «Դե լավ, քնիր արդեն»։ Բայց ես չքնեցի, ես նայեցի ձեռքի սափին ու պատկերացրի, որ այնտեղ քարտեզ կա, քարտեզի գետերը հոսում էին մայրպանիս մեջ, իսկ լեռները բարձրանում էին եղունգներից։ Ու երբ հերթական անգամ աչքերս փակվեցին, ես լսեցի, թե ինչպես է սառնայի դռան ներսից լոբիները խոսեցին։ Մենք ինքն ենք, բայց մենք երբեք չենք քնում։ Եվ հետո ես հանդիպեցի մի քանի դեռահասների։